Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն աստորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանում նախագահի ընտրությունային իրական հավերժ հանգչալա Էմմա Մալխասյանը։ Արցախ Արևմտյան Հայաստանավոքին է հանդիպում Արևմտյան Հայաստանա-Երևանյան առաքելությունում։ Ինչքան տարածք է օկուպացրել Ադրբեջանը Գեղարքունիք 2021-ից 22 թվեր։ Ուկրաինայում 414 տարեկան եզակի հայկական հուշարձանը հայտնաբերվել։ Արևմտյան Հայաստանում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովը կազմակերպում է Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահի ընտրության պաշտոնական միջոցառումը վերը տեղի ունենալու նոյեմբերի 22-ին ժամը 11:30-ին։ Միջոցառումը շարունակվելու է մինչև ժամը 4-ը։ Ազգային ժողովը հարգանքով հրավիրում է սաղ պատվիրակներին ու հյուրերի մասնակցել ընտրությանը, մասնակցության հետի նախապես գրանցումը պարտադիր է։ Արևմտյան Հայաստանադրոշի ներքո հավերժի ճամփորդատարալ Արևմտյան Հայաստան ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանի մայրը Էմմա Մալխասյանը։ Հոգեհանգստի արարողությանը ներկայացնել Արևմտյան Հայաստանապատվիրակությունը, ազգային ժողովի падգամավորները, ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությունով։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Տիկին Էմմա։ Մոն կաղնացնք պատմական շեմի երամ մեր պարտ կնա վերականգնել հայրենիքի ամբողջականությունը, պետականության իրավական շարունակականությունը, Արցախը հայոց պատմության կենթանի միջուկնայից Արևմտյան Հայաստանը մեր անժխտելի իրավունքի վղը, հայ ժողովրդի պետական իրավունքը հիմնված է միջազգային չեղարկված փաստաթղթերի վրա, 1917 թվի Թուրքահայաստանի մասին հրովարտակ, 1920 թվի Սևրի դաշնագիր ու նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռ։ Այսինքերավ ձևավորում է հայ պետականության իրավական շարունակականությունը մինչև Արևմտյան Հայաստանը Հանրապետության հռչակումը ու դրա ներկայիս նախագահ Արմենակ Աբրահամյանի ղեկավարությունը Սոր Հայաստան իշխանությունների կողմից Արցախը Բաքվի մաս հայտարարելը հակասում է հայ ժողովրդի իրավահաջորդության սկզբունքներին, բայց ինքնորոշման իրավունքը աննոտարելի է ու բխում է ՄԱԿ-ի խարտիայից։ Արևմտյան Հայաստան Հանրապետությունը հանդիսանում է այդ իրավահաջորդություն շարունակող պետությունը։ Արցախահայությունը որպես հայ ազգի անբաժանելի մաս իրավունքի ուժով կարե վերականգնել ու պետական պատկանելիությանը միավորելով Արևմտյան Հայաստանը Հանրապետությանը։ Մունք Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովի Արցախի հանձնաժողովը կոչ ընկանում Արցախահայությանը ու սաղ հայ ժողովրդի միավորվել նախագահի Արմենակ Աբրահամյանի շուրջ հանուն ազգային միասնության, պատմական արդարության ու պետական շարունակականության վերականգնման։ Արևմտյան Հայաստանը Երևանյան առաքելությունումը հանդիպում է ինյական Արցախահայության ներկայացուցիչների հետ Արևմտյան Հայաստանը ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությունով հանդիպման վաղտը քննարկվելու են մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդունված դաշտերին առնչվող հարցեր, մինչև Արցախը ու Արևմտյան Հայաստանը միջև իլայց կապը։ Այս քննարկումը նպատակ ունի խորացնել փոխհակասությունն համագործակցությունը ուղղված հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։ Հանդիպումը անցկացվելու է նոյեմբերի 15-ին ժամը 3-ին Ագաթ 2/2 հասցեում հրավիրվում են սաղ ցանկացողները մասնակցելի քննարկմանը։ Արևելյան Հայաստանավարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է կրկնել վերայսպես կոչված իրական Հայաստանը տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Սոր մեր վերահսկողության տակի գտնվող տարածքը զգալիորեն նվազել է, չհամապատասխանել պատմական ու իրական սահմաններին վեր ամրագրված են 1920 թվի Սևրի դաշնագրավ իրական Արևմտյան Հայաստանի տարածքի հիման երան։ 44 օրյա կռվից ամիսներ անց 2021-ի մայիսից սկսած Բաքուն պարբերաբար ռազմական ագրեսիայի է դիմալ Հայաստանա սուվերեն տարածքի նկատմամբ ու հսալը հաջողության 2021-ի մայիսին նոյեմբերին ու հատկապես 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը տարածքներին գրավել Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում։ Տերնոպոլի մարզի գյուղական նկուղում հայտնաբերվել է 414 տարեկան եզակի հայկական հուշարձան։ Տերնոպոլի մարզի Յազլովեց շենումը հայտարարողները պատահաբար իսկական պատմական գանձ են հայտնաբերել հայկական ջրհոր, վերը թվագրում է 1611 թվականին հաղորդում է Analytic UA-ը։ Սալիկի վերին մասը զարդարումա պեցված թևերավարձվի պատկերը վերին տակին կա խաչ տարօրինակ բուսական զարդանախշավը։ Այս հուշարձանը տպավորը չէ ոչ միայն յուրատարիքով, այլև վարպետությունով։ Հետազոտողն են ենթադրում վեր Յազլովեցի հայ վարպետները ստեղծալ նաև փորագրված զարդեր տեղի Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման կոստյոլի ու Քյոհնա ամրոցի դարպասներին հետի։ Արևմտյան Հայաստան ազգային խորհուրդը հիշեցնում է վեր Ուկրաինայի հայերը միջազգային իրավունքի հիման երան ներկայացնում են Ուկրաինայի բնիկ ժողովուրդը ոչ թե էթնիկ կամ կրոնական փոքրամասնություն։ Արևմտյան Հայաստան արևելյան հատվածում գտնվող Տիգրանակերտան նահանգապետ Մուրադ Չորլուօղլուն կեցալա շուրջ 500 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Սարգիս ուղղափառ եկեղեցի ծանոթանալի հետի տեղում ընթացող շին աշխատանքներին։ Նահանգի Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող եկեղեցին համայնքի բացակայության դերդան ժամանակի ընթացքում ավիրվել 2023-ի փետրվարի 6-ին Քահրամանմարաշի ուժգին երկրաշարժերին արդյունքում եւս վնասներ ա կրել։ Սրա մասին հայտնում է Էրմենի Հաբերը։ Նահանգապետը այցին վաղտը տեղեկացվել է 2024-ի
մեկնարկած շինարարական գործերի մասին, հետո հայտարարել էր իրանք մեծ նշանակություն տամ մշակութային ժառանգության պահպանմանը։ Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո այս պատմական կառույցը կարևոր ներդրում ունենալու Սուրի պատմական կառուցվածքի ու քաղաքի մշակութային բազմազանության հարցումը հայտարարել է Տիգրանակերտի նահանգապետը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքան ենք պատրաստել, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։